Արմլուր լրատվականի տեղեկությունների համաձայն 3 քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստի ժամանակ վարչության անդամներն արդեն բաշխել են ՔՊ նախընտրական ցուցակի անձանց համարները, այսինքն 280 հոգուց բաղկացած ՔՊ նախընտրական ցուցակի յուրաքանչյուր անդամ ունի իր քվեաթերթիկի համարը։ Արդեն վաղը ՔՊ նախընտրական գրասենյակում կկայանա ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը ու 280 հոգանոց ցուցակից ընդամենը 50-ը կընտրվեն, ովքեր պետք է ներառվեն 2026 թվականի հունիսի 7-ի ՔՊ նախընտրական ցուցակում։ Այնուհետև համագումարի ժամանակ այդ 50 հոգու հերթականությունը կորոշեն ցուցակում։ Հիմա ՔՊ-ում ներքին քարոզարշավ է ընթանում։ Բոլորն իրենց ֆեյսբուքյան էջերում դիմում են ՔՊ 1000 փաթվիրակներին, խնդրում են իրենց ձայն տալ։ ՔՊ-ականներին արգելվել է բացի իրենց սոցիալական էջերից այլ տեղերում քարոզարշավ անել։ Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 23-ին Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ Փաշինյանը մտադիր է երկար եւ բազմափուլ գործընթացի միջոցով ընտրել 2026 թվականի ընտրություններին մասնակցող ՔՊ առաջատարներին, գործընթացը պահելով խիստ ներքին մրցակցության դաշտում։ Նախատեսվում է, որ ամբողջ ընտրական շղթան 280-ից մինչև 50-ի կրճատումը իրականացվում է քաղաքացիական պայմանագրի ներսում պատվիրակների քվեարկությունների միջոցով, որտեղ վճռորոշ դեր կունենա ոչ միայն քաղաքական անցյալը, այլև քարոզչական արդյունավետությունը։ Այսինքն վաղը քվեարկությունը վճռորոշ կլինի շատ ՔՊ-ականների համար, շատերը գուցե դուրս գան ընտրական պայքարից։